Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, Ազատություն TV-ն է ուղիղ եթերում, ինձ հետ Ռուզաննա Ստեփանյանն է եւ այստեղ մենք տեսնում ենք Ռաֆի Հովհաննիսյանը նստած է հացադուլի, արդեն 12-րդ օրն է։ Եվ իր կողքին նստած է նաեւ հայտնի ամերիկահայ պատմաբան, ավելի ճիշտ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք։ Լավ եմ։ Ինչ կարող եք ասել Ռաֆիի մասին, լավ է այսօր զգում։ Խոսել եք իր հետ։ Այսօր չեմ խոսած, բայց շատ լավ գերեվա։ Այո։ Ես կզարմանամ, որ այդքան օր ձոմ բահելով նորեն այսպես առույգ վիճակի է։ Դուք աջակցում եք իրեն անշուշտ, չէ՞։ Որոշ չափով աջակցում եմ։ Վերապահություն ունեք։ Իբր ծնող ցավում եմ, որ այս վիճակի է, ես ստիպված եմ այս վիճակի գնալ։ Այո։ Բայց կհասկանամ, որ այս ժողովուրդի համար նա սիմվոլ է եւ ժողովուրդը իր միջոցով իր ձայնը լսելի դարձրեց։ Պարոն Հովհաննիսյան, ես հիշում եմ, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, այնտեղ Ռաֆի Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանը առաջին անգամ եւ դուք ներկա էիք։ Եվ ես ձեզ հարցրեցի, որ դուք երազեիք այսպիսի բան ձեր որդին ներկայացնել անկախ Հայաստանը, կարծում եմ դուք արտասվեցիք, եթե հիշում եմ, հուզվեցիք։ Հիմա ինչ կարող եք ասել։ Կհավատայիք, որ ձեր որդին ահա այսպես էլի այս վիճակում ինքը պայքարում է Հայաստանում, ասենք ժողովրդավարության հաստատման եւ բազմաթիվ այլ հետաքրքիր կարեւոր գործերի համար։ Մինչև հայրիկի պատասխան այդ օրը, ուրեմն առաջի հանրապետության պատմակիրի եւ վարդիթերի ամուսնության 35-ամյակն էր մարտի 2-ը եւ հայրիկը նաեւ այդ օրը ներկայում էր։ Այո, ես ունկնդիրների համար ասեմ, որ Ռիչարդ Հովհաննիսյան կարծում եմ շատերը գիտեն, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, որ պարոն Հովհաննիսյանը առաջին հանրապետության պատմագիրն է եւ շատ մեծ բազմաթիվ աշխատություններ ունի Հայաստանի մասին եւ ամենահայտնին Հայաստանի հանրապետությունն է։ Հիմա ձեր կարծիքով այս գործը ճիշտ գործ է։ Գործը ճիշտ է։ Այո։ Ռաֆի անունը գրե եւ Ռաֆին գիտես իր նշանավոր խենթը, ինքը մեր օրյա խենթն է կարծեմ, որը բոլոր դրամապանությունները դեմ գնում է, բայց նպատակի համար։ Բայց դա անհրաժեշտ գործ։ Երևի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն։